խնդրեմ։ Ամեն դեպքում ձեր ամբողջ հարցազրույցում դուք նաև Արմեն Սիմոնյանի ասածին եք ասում եք, որ ճիշտ են չեն կռվել։ Ներողություն, դուք չեք կարդացել։ Լսեք, ես ասել եմ չեն կռվել։ Չէ, մի րոպե, մենակ թվերը չի։ Այդ հարցին նորից ձեզ լսեք ուշադիր։ Ես լավ տեղեկացված եմ ամեն ինչի, ձեզ եմ ասում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ արել, մի մասը ինադու տվյալներ ա տվել, սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնեք դատական պրոցեսներից։ Հանցագործության մասին ասպայն հաղորդում եք տալիս։ Լսեք, հաղորդում չեմ տալիս, ասում եմ դատական պրոցեսներով, այդքան որ 5 տարյա քրեական գործերա գնում։ Մենք Ղարաբաղյան շատ ընկերներ ունեմ Ղարաբաղից, իրանց հետ հաճախակի շփվում եմ, շատերին աշխատանքի եմ տեղավորել, իմ ընկերներին, ոչ ընկերներին, անծանոթ մարդկանց, շատ լավ մարդիկ կան, լավ աշխատասեր մարդիկ կան, շատ։ Մեր քույրերն մեծ մասը չի կռվել։ Լսեք, 3000-ից ավել զոհ տրվել է ընդհանուր Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության մասով։ Չեք լսում, 3000-ից ավել զոհ տրվել է եւ Հայաստանից եւ Արցախից։ Ասեն, որ արցախցիները չեն կռվել։ Ոչ, լսմյա դուք մի վարքյան լսեք, հիմա ձեզ ասում եմ, խնդրում եմ ձեզ, դուք ինքներդ որպես լրագրող, ձեզ հետաքրքրում է այդ հարցը։ Իհարկե մեր արցախցի եղբայրները կռվել են, բայց մենք պետք է մի բան ճշտենք։ Արդյոք Արցախում բնակվող 150,000-ը, որ պետք է պաշտպաներ իր սահմանները, մեր Արցախցի նրանք ինչքան են զոհվել, Հայաստանի Հանրապետությունից ինչքան։ Ես ուզում եմ ասել, այդ երբ որ նայում ենք այդ կշիռը, այդքան էլ այդպես չի։ Դրա համար շատերը չեն կռվել։